Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, կրկին էկոնոմիկսն է։ Այսօր խոսելու ենք տոնական կամ նախատոնական туриզմի մասին, որը այսպես առանձին ուղղություն է եւ իր առանձնահատկությունները ունի, իր խնդիրները ունի։ Այս թեմայով խոսելու ենք Դուբայ տուրիստական ընկերության տնօրեն Հերմինե Ալավերդյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Ալավերդյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Տիկին Ալավերդյան, ինչով է տարբերվում տոնական туриզմը, այսպես սովորական туриզմից եւ ինչ այսպես զարգացման միտումներ ունի վերջին տարիներին։ Տոնական туриզմը շատ սպասելի է հայ զբոսաշրջիկների համար։ Մարդիկ կան, որ ամբողջ տարի սպասում են, որպեսզի ամանորին մեկնեն հանգստանալու հիմնականում ընտանիքներով։ Չնայած նրան, որ արժեքները կրկնապատկվում են, եռապատկվում են, բայց մարդիկ ամեն դեպքում սպասումով պատրաստվում են այդ տոներին եւ կան ընտանիքներ, ովքեր միայն դրսում են պատկերացնում ամանորը։ Զարգացումը տեսնում են գնալով, բայց նաև շատ ուրախալի փաստ կարող եմ ասել, որ նաև շատ մեծ է հետաքրքրությունը դրսից եկող զբոսաշրջիկների համար։ Ձմեռ տեսնելու, առանձնահատկությունները զգալու։ Օրինակ Հայաստանի կամ հայաստանցիների համար որն է այն հիմնական ուղղությունը տոնական туриզմի մասով։ Առաջին տեղում պետք է նշեմ, որ Եգիպտոսն է, արդեն տարիներ շարունակ ամենաշատ քանակով տուրիստները մեկնում են դեպի Եգիպտոս։ Դա պայմանավորված է արժեքով, ուղիղ չվերթ, կարճ թռիչ։ Առանց վիզա այսպես տարբեր։ Այո, իհարկե, եւ ամենահեշտ ուղղությունը, ամենահասանելի ուղղությունը ամանորի համար եղել է եւ մնում է Եգիպտոսը։ Երկրորդ տեղում արդեն Միացյալ Արաբական Էմիրություններն են, որոնք կրկին տարիներ շարունակ իրենց տեղը չեն զիջում այլ երկրներին։ Իսկ գնային մասով ինչու է օրինակ այս տոնական փաթեթները կտրուկ թանկանում, այսինքն լրացուցիչ ծառայություններ են մատուցում, թե ուղղակի պահանջարկից ելնելով է։ Միանշանակ պահանջարկից ելնելով։ Մարդիկ միևնույնն է, եթե պլանավորել են, ապա մեկնելու են։ Այս դեպքում ավիաընկերությունները բարձրացնում են արժեքները ու եթե տարիներ առաջ նախապես փաթեթ ձեռք բերելով ավելի մատչելի էր տոմսը դառնում, ապա հիմա նույնիսկ ամռան ամիսներին, եթե նոր տարվա օրերին, փորձում ենք փնտրել ավելի մատչելի արժեքով տուր փաթեթներ, ապա միևնույնն է, արդեն տոնական օրերին գները բարձր են։ Այսինքն իրենք գիտեն, որ պահանջարկը լինելու է եւ նույնը թանկ սահմանում են։ Այո, պատկերացրեք, այս պահի դրությամբ արդեն Միացյալ Արաբական Էմիրությունների համարյա բոլոր 3 էմիրությունների ավիատոմսերը, որտեղից մենք Հայաստանից ունենք ուղիղ չվերթ, 1000 ԱՄՆ դոլար եւ ավել են արդեն։ Ամբողջությամբ վաճառված են։ Այո, մի քանի տեղ են մնացել եւ իսկ մեր հայ զբոսաշրջիկներ արտագնա այսպես туриզմի ժամանակ ինչի վրա են ուշադրություն դարձնում հյուրանոցների կոմֆորտին, գնին, ծովի առկայության, սերվիզին, ինչի վրա են որ գալիս են ձեզ մոտ, ինչ հարցեր են տալիս։ Գիտեք, եթե տոկոսով նայենք, հիմնականում արժեքին։ Ընտանիքները ուշադրություն են դարձնում նաև, որ վիզա չպահանջվի եւ ամենակարևորը լինի ուղիղ չվերթ, ուղիղ եւ կարճ չվերթ լինի։ Դրա համար այս դեպքում այս երկու ուղղությունները շահում են։ Այսինքն եթե մենք ունենանք զուգահեռ այլ ուղղություններով, կարող ենք որոշակի դիվերսիֆիկացնել։ Օրինակ կա Շրի Լանկայի ուղղությունը, Թունիսի ուղղությունը, կա ժամանակ այսպես ունենալ։ Այո, նաև Թայլանդ չվերթ չենք ունեցել, բայց փորձեր արվել են, որպեսզի չարտերային չվերթ ունենանք։ Այո, միանշանակ այդ ուղղությունները նույնպես կաշխատեն, բայց պետք է հաշվի առնենք, որ քանի որ ավելի հեռու է, ճանապարհը կրկնակի եռակի ավելի երկար է, բնականաբար ավիատոմսերը նույնպես բարձրանում են։ Այս դեպքում արդեն ընտանիքների համար մի ընդհանուր փաթեթի արժեք կազմում է միայն ավիատոմսի արժեքը։ Այսինքն ավիատոմսերը բավականին թանկանում են ամեն դեպքում։ Եվ մեր տուրիստական փաթեթների մեջ դրանք մեծ տեսակարար կշիռ ունեցող այսպես ծախս են ավիատոմսերի առկայությունը։ Իսկ եթե տեսնում ենք պահանջարկը տարեցտարի առաջանում է, ինչու նոր խաղացողներ շուկայում չեն հայտնվում, որոնք կսպասարկեն օրինակ նույն Եգիպտոսի կամ Արաբական Էմիրությունների, կան հայկական ընկերություններ, որ իրենք նույնպես փոխադրումներ կազմակերպում են այս ուղղությամբ։ Կան, իհարկե կան եւ տարեցտարի շատանում են։
Իմ նշված ուղղությունների մասին չի խոսքը, օրինակ վիզերը, հա, մտավ եւ մինչեւ հիմա եվրոպական ուղղությունների համար, այո, շատ լավ արժեքներ է տրամադրում, այս ձևով հնարավորություն տալով հայ զբոսաշրջիկին մեկնել ավելի հաճախ, ոչ թե տարին 1-2 անգամ, այլ մինչեւ 4-5 անգամ, բայց իմ նշված ամանորյա ավելի տաք ուղղություններով ինչքան էլ որ նոր ավիաընկերություն է մտնում, հա, շուկա, միևնույն է, մարդիկ, այո։ Գիտեք, չվերթի մեջ կարող է կեսից ավելի տեղեր մնալ, բայց չեն ավելի մատչելի չի դառնում, այո, այսպիսի մի գնային քաղաքականություն են վարում ավիաընկերությունները։ Միասին ավիաընկերությունները միգուցե եկել են համաձայնության, որ այս օրերին արժեքը չիջեցնեն։ Մոտավորապես, օրինակ միջին փաթեթը Եգիպտոսը եւ միջին փաթեթը Արաբական Էմիրությունները որքան են։ Մոտ 3000, 2500-ից 3000 մեկ անձի դոլար, չէ, երկու անձի համար։ Սա այս միջին տարբերակն եմ ասում։ Ինչու եմ ասում, որովհետև շատ հաճախ մարդիկ դա համատում են նախատոնական առևտրի հետ, այսինքն որքան առևտուր։ Այո, ձեռնտու կլինի, արդյոք այստեղ ամանորը։ Թե գնանք օրինակ հանգստանալու, խոսքը անշուշտ 7 օրվա հանգստի մասին, այո, մեկ շաբաթյա հանգիստ։ Այո, ցավոք սրտի թե բարեբախտաբար վերջի շրջանում մեր հայրենակիցների շատերը նախընտրում են իրենց տոները նշել դրսում, այսինքն մի քիչ ընտանեկան այդ մթնոլորտը ցավոք ավելի նվազում է տարեստարի։ Ցավոք սրտի դա այդպես է։ Այո, մի քիչ մարդիկ կենտրոնանում են իրենց ընտանիքի անդամների վրա, իրենց խնդիրների համար, ամեն բարդ հյուրեր ընդունելու վրա։ Ամենը պատրաստ չի հյուրեր ընդունի այս պահին բնականաբար։ Իսկ ներգնա туриզմի մասով ինչ ունենք։ Մենք տարեստարի բավականին հետաքրքիր այսպես փորձում ենք զարդարել Երևանը, հետաքրքիր շոու ծրագրեր անել, նույնիսկ ունեցանք տարի, որ մանկական Եվրատեսիլը ընդունեցինք, հա, դեկտեմբերին Հայաստանում, դրանք մեր Հայաստանը դարձեցին տոնական туриզմի ուղղություն տարածաշրջանի երկրների համար։ Գիտեք, ուրախությամբ պետք է նշեմ, որ շատ մեծ է հետաքրքրությունը իրականում մեր երկրի նկատմամբ, որովհետև տարեց-տարի զբոսաշրջիկների թիվը ավելանում է։ Սա փաստ է։ Շատ մեծ պահանջարկ կա հատկապես արաբական երկրներից շատ այցելուներ են գալիս հենց ձմռան ամիսներին։ Իրենց հետաքրքիր է մեր Ծաղկաձորը, այժմ արդեն Մայլերը, ավելի ձմեռային, հա, туриզմը շատ հետաքրքիր։ Հա, կարող ենք Գիտեք, անպայման այդ կոմբինացիան Երևանի հետ լինում է պարտադիր։ Այսինքն անհնար է, որ դրսից մենք խմբեր, հա, ընդունենք եւ Երևանը չլինի։ Մարդիկ գալիս են, մնում են 2-3 օր Երևանում, այնուհետեւ արդեն տեղափոխվում են, հա, Ծաղկաձոր, այս տարի արդեն ունենք խմբեր, որոնք նաև հետաքրքրված են Մայլերով։ Այնպես որ հատկապես արաբական շուկան շատ մեծ հետաքրքրություն ունի։ Հետաքրքիր բան։ Իսկ բացի ձմեռ տեսնելուց իրենք ինչով են հետաքրքրված, կամ ինչպես կարող ենք զարգացնել, հա, այդ շուկան։ Ինչ առաջարկ։ Հետաքրքիր է, բայց բացի նրանից, որ հետաքրքրված են նրանք, նույնիսկ ընտանիքներով գալիս են եւ թանգարանի տոմսեր ենք նախապես ամրագրում, գնում են Գառնի, Գեղարդ, նրանք շատ հետաքրքրված են, նաեւ գալիս են շատ ճամպրուկներով։ Ինչն է հետաքրքիր։ Այսինքն 18 հոգանոց խումբը մինիմումը պահանջում են այնպիսի ավտոբուս, որ տեղավորվի կրկնակի չափով ճամպրուկ, հա։ Այսինքն մարդիկ նաև պլանավորում են առևտուր անել այստեղ։ Շոփինգի համարել են նրանք շատ մեծ հետաքրքրություն, այո, դրսևորում։ Իսկ հետաքրքիր է նաև միջավայրի մասով, սննդի մասով, չգիտեմ, մեր հարային այսպես հյուրընկալության մասով ինչ խնդիրներ են առաջանում, արդյոք դրական կամ բացասական առում, հա, ինչ են բարձրացնում, ինչ են խոսում արաբները։ Մարդիկ հիմնականում շատ գոհ են գնում Հայաստանից եւ դա գալիս է հենց մեզնից։ Գիտեք, ինչքան էլ սիրուն վայրեր ցույց տանք, ինչքան էլ տանենք թանգարաններ, մատուցենք, գեղեցիկ ռեստորաններ տանենք եւ ինչ էլ որ ցույց տանք, շատ բանը գալիս է հենց հյուրընկալողից, հենց մեզնից, թե ինչպես ենք մենք մատուցում, ինչպես են առհասարակ հայը, ինչպես է ընդունում իր հյուրին։ Եվ հենց սա է այն ձգող մասը, որ կանչում է զբոսաշրջիկներին։ Շատ հիացած են մեր ազգով, մեր ժողովրդով, մեր մոտեցմամբ, մեր հյուրընկալությամբ, սկսած
անցորդից, որ նրանք հարց ու փորձ են անում, ինչ որ մի բան են հարցնում, թե ինչ ձևով են օգնում։ Այո։ Վերջացած ինչու՞ չէ սրճարաններում, ռեստորաններում, ցանկացած սպասարկման ոլորտում Իսկ գների մասով, գիտեք, գնալով բարձրանում է, բայց այդ միտումը կա նաև աշխարհի բոլոր երկրներում, այսինքն չենք կարող ասել, որ այո, Հայաստանը այլևս այն ցածր արժեքով զբոսաշրջային ուղղությունը չէ, բայց մարդիկ նաև մենք էլ ենք փորձում բացատրել, որ աշխարհում ամեն ինչի արժեքն է բարձրացել։ Դրա համար մարդիկ դեռ շատ չեն բողոքում եւ ասում եմ, ուրախությամբ կարող եմ ասել, որ դեպի Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը տարեց տարի ինձ հետաքրքիր է, իսկ կրկնայցեր շատ եք ունենում, թե ուղղակի մեկ անգամ գալիս են Երևան, Հայաստան, այսպես մի հատ այսպես նշանը դնում են ու երկրորդ, երրորդ անգամ էլ չեն մտածում գալ։ Գիտեք, արաբական շուկայի մասով չեմ կարող ասել, բայց օրինակ ռուսական շուկան նորից վերադառնում է հենց այո, հենց մեր խոհանոցի համար իրենք շատ են սիրում, նաև համեմատում են մեր հարևան երկրի հետ, բայց սպասարկումով իհարկե մենք անցնում ենք։ Այսինքն կարծես թե խոհանոցները բավականին մոտ են, բայց հաշվի առնելով հայկական այսպես հյուրասիրությունը կա, դա գրավում է եւ հոգին, այո, որ մենք դնում ենք։ Այո, միանշանակ վերջի շրջանում ռուս բլոգերները շատ ակտիվ մեզ այսպես անվճար նույնիսկ գովազդեցին, շայտակիր, այո, միտում էր ու լավ ձեռք բերում էր։ Եվ ռուսական շուկայից պարբերաբար մենք ունենում ենք տուրիստական այսպես հոսք։ Բայց այդ հոսքը նաև պետքա փորձել զարգացնել, կառավարել։ Օրինակ, ինչ հետաքրքիր փաթեթներ եք առաջարկում։ Դուք նշեցիք օրինակ կոնկրետ Գառնի-Գեղարդ, թանգարաններ եւ այլ ինչ հետաքրքիր այսպես ծառայություն կարելի է մատուցել օտարերկրացի զբոսաշրջիկի խոսքը վերաբերում է արաբ, ռուս կամ այլ։ Գիտեք, դա շատ սպეციფիկ է, ինչու, որովհետեւ ամեն մի շուկա ինքն է ընտրում, թե իր զբոսաշրջիկին ինչ ձևով կարելի է հետաքրքրել։ Օրինակ երբևէ կպատկերացնեիք, որ Կորեայից մեծ խմբեր կարող են գալ Հայաստան, բայց օրինակ տեսեք, այդ շուկայի համար իրենք ավելի հետաքրքրված են էքստրիմ տուրերով, որ նաև ջիպ տուրեր լինեն, սարերով գնան, ավելի բնությանը մոտիկ լինեն։ Այո, միանշանակ, այսինքն շուկայից կախված իրենք են ընտրում, մենք իհարկե առաջարկում ենք փաթեթները, բայց իրենք են ընտրում։ Արաբական շուկային շատ հետաքրքիր է մեր ձմեռը, օրինակ ամռան ամիսներին նրանք չեն գալիս, որովհետև շոկից իրենք են, այո, փախնում են, այո։ Մենք նաև Տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ ենք եւ նաև իրենք շատ են օգնում, որպեսզի տարբեր երկրներից մարդիկ գան Հայաստան, ինչու, որովհետև մենք կարողանում ենք մասնակցել միջազգային ցուցահանդեսներին, սա իրոք շատ է օգնում։ Միացյալ Արաբական Էմիրություններում, եվրոպական շատ երկրներում։ Բայց այս կարծես թե Եվրոպայից այդքան հոսք չունենք, հա, տուրիստների։ Եվրոպայից ավելի քիչ է համեմատաբար, բայց ես շատ մեծ հույս ունեմ, որ կշատանա, որովհետև եկող տարի նույնպես մենք էլի շատ երկրներում, եվրոպական երկրներում մասնակցելու ենք ցուցահանդեսների։ Այս ցուցահանդեսները շատ մասշտաբային մեծ տուրիստական ցուցահանդեսներ են։ Դուք լինելով Դուբայ տուրի տնօրեն, կարծում եմ նաև մոտիկից ծանոթ եք ոլորտի խնդիրների։ Ինչ խնդիրներ ունի ոլորտը, որը թույլ կտա զարգացնել այս ճյուղը ներգնա եւ արտագնա տուրիզմի մասով, օրենսդրական, հարկային, կազմակերպական, կադրային, ինչ խնդիրներ կան, խնդրում եմ շատ այսպես հակիրճ ներկայացնեք։ Գիտեք, ամենակարևոր գերխնդիրը մեզ համար դա լիցենզավորումն է, որին մենք սպասում ենք արդեն տարիներ շարունակ։ Ցավոք սրտի հայ զբոսաշրջիկը իրեն այդքան էլ ապահով չի զգում, որովհետև նա չգիտի որ տուրիստական ընկերությունից օգտվի, որպեսզի լինի ապահով ձեռքերում, հա։ Եղել են դեպքեր, որ հենց ամանորին դրվել են չարտերային չվերթներ, մարդիկ ընտանիքներով գնացել են օդանավակայան եւ պարզվել է, որ չվերթը չի իրականանալու։ Պատկերացնում եք, այս դեպքում նախ մարդը առաջինը որպես զբոսաշրջիկ պետք է իրեն ապահով զգա։ Ու եթե լինի այդ լիցենզավորումը, ապա փոխհատուցումն էլ կլինի ըստ պատշաճ, հա։
Այդպիսի մոդելներ այո կան նաև մեր հարևան երկրներում, Ղազախստանում բավական հետաքրքիր փորձ կա դրա հետ կապված, ֆոնդ կա նույնիսկ պետական երաշխավորող, բայց դա բերելու է այսպես ընկերությունների թվի կրճատման եւ նաև ծառայությունների գների աճի, այսինքն չի կարող լիցենզավորման պայմաններում, որ խստացվելու է լրացիչ այսպես երաշխիքներ, ավելի իջնի գները, այսինքն մենք պետք է հասկանանք, որ դա իր հետևանքներն են առաջացնում։ Արդյոք հիմա այն պահն է, որ Հայաստանը որոշի ենթադրենք լիցենզավորի եւ այս լիբերալացված, ազատականացված ոլորտը դարձնել լիցենզավորման ենթակա ոլորտ։ Այդ պահն է արդյոք։ Գիտեք, այսպես ասեմ, Հայաստանի շուկայի համար 1500-ից ավել տուրիստական ընկերությունը բավականին շատ է։ Դա բավականին շատ է։ Ես չեմ կարծում, որ գնի վրա դա կազդի եւ կարելի է տարբերակել, հա, ունենալ բանկային երաշխիք, ովքեր տուր օպերատոր են, ովքեր այդ գործունեությունն են ծավալում, ովքեր տուրիստական ընկերություն են կամ օրինակ ենթագործակալ են։ Այո, ես չեմ ասում, որ փոքր տուրիստական ընկերությունները պետք է փակվեն, ոչ, բայց կարող են դառնալ ենթագործակալ կամ կարող են ունենալ բանկային երաշխիք։ Այս դեպքում նորից եմ կրկնում, որպեսզի մարդն իրեն ապահով զգա։ Այդ թվում նաև ավիաընկերությունները, տուրիստական ընկերությունները դրսի, ովքեր մատուցում են ծառայություն, հա, մեր տուրիստական ընկերություններին։ Այսինքն իրենք էլ եւս պետք է վստահելի գործընկեր ունենան Հայաստանում։ Իհարկե։ Մենք այդպիսի մի ամառ չենք ունեցել, որ մի տուրիստական ընկերություն սնանք չճանաչվի եւ ուղակի փակվի առանց ոչ մի տույժ տուգանքի։ Ամեն տարի մի տուրիստական մի զգալի մասը բացի կնիքից այլ գույք չունեն, հա, որպես այդպեսին, եւ այսպես նույնիսկ եթե դատական կարգով մտնում ես քաշքշուկի մեջ, վերջում պարզվում է, որ ոչ մի բան չես կարող հետ պահանջել։ Իսկ հիմա գիտեք, COVID-ից հետո ցավոք շատ տուրիստական ընկերություններ փակվեցին եւ այսօր այդ կնիքն էլ չկա։ Այսօր մարդիկ դիմում են իրենց ծանոթ տուրիստական ընկերությանը, բայց ոչ օֆիս կա, ոչ կնիկ կա, ոչ աշխատակիցներ կան, մարդիկ ուղակի տնից աշխատում են։ Այսպես տվերային որոշակի շուկա կա նաև։ Այո։ Սա էլ կարծում եմ հետաքրքիր մարտահրավեր է խնդիրը, որ տուրիզմի ոլորտում կա տվերային այսպես բիզնես, որը միանշանակ մրցակցությունը սահմանափակում է։ Կազմակերպություն, որը բոլոր հարկերը վճարում է եւ կազմակերպություն, որը տնից, այսպես ասած, աշխատում է։ Իհարկե, այս դեպքում նույնպես պատկերացրեք, դուք ունեք աշխատակիցներ ամեն գրասենյակում, օրինակ, ամեն տուրիստական ընկերությունում 5-ից ավել աշխատակիցներ, դուք վճարում եք հարկեր, դուք վճարում եք տարածքի վարձ եւ մի անձ, ով որ տնից առանց գրանցման, առանց ոչ մի բանի վաճառում է նույն տուրփաթեթը, այդ խնդիրը կա։ Մենք հարկային վարչարարության անշուշտ այստեղ խնդիր ունենք, միանշանակ շատ կարևոր հարց բարձրացրեցիք։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ տուրիստական ընկերությունների այսպես փաթեթների տարբերակմանը կամ հետաքրքրությունը։ Մեր տուր փաթեթների մեծ մասը կարծես կոպի-փաստ այսպես արածելն է, հա, մեկը մի հատ փաթեթ ստեղծում է, բոլորը կրկնում են։ Ինչպես անենք, որ այդ բազմազանությունը ստանանք շուկայում, որ հետաքրքիր լինի։ Գիտեք, նախ մի քիչ կրթության պակաս ունենք, հա, туриզմում։ Ցավոք դա էլ է մեծ խնդիր։ Աշխատում են туриզմի ոլորտում տարական գիտելիք չունենալով։ Ես ինքս ավարտել եմ Երևանի Պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, այնուհետև արդեն գիտեի, որ հա туриզմի ոլորտ եմ մտնելու եւ ընդունվեցի մագիստրատուրան Բրյուսովի անվան համալսարանում, հենց туриզմի բաժնում։ Նաեւ պետք է նշեմ, որ այն գիտելիքը, ինչը որ պետք է մեզ տուրիստական գործակալությունում աշխատելու համար, բիզնեսի համար չենք ստանում համալսարանից, բայց շատ օգնում է մեզ, շատ ակադեմիական որոշակի։ Իհարկե, միանշանակ։ Այդ պակասը մենք ունենք։ Copy paste-ը, գիտեք, երևի մեր մենտալիտետից ասեմ, մեր հայ ժողովուրդը սիրում է, որ հարևանը գնաց այս հյուրանոցը, ես հենց այդ հյուրանոցն եմ ուզում։ Դու ինչքան էլ ասում ես, որ գիտեք, եկեք կողքի հյուրանոցը գնացեք, միևնույնն է ինքը սիրում է, այ կողքինս արել է, ես էլ անեմ, դա երևի մեր, այո, ազգային է, այո, ազգային առանձնահատկությունն է մեր։
Բայց փորձում ենք իհարկե կան նաև հեղինակային տուրեր, կան ինչ որ հատուկ փաթեթներ, հետաքրքիր ուղղություններ, որ փորձում ենք զարգացնել։ Դա իհարկե մասսայական туриզմ չի կարող դառնալ Հայաստանից, բայց ընտրություն է զբոսաշրջիկին։ Տիկին Ալավերդյան, այս տարի նաև որոշակի հարկային փոփոխություններ իրականացվեց, հարկային օրենսդրության դրույքաչափերը վերանայվեց, մասնապես դրույքաչափերը ավելացան։ Դրանք ինչ ազդեցություն թողեցին ոլորտի վրա կամ զգացիք ընդհանրապես այդ փոփոխությունը։ Գիտեք, ես նախատոնական օրով ես դրականի մասին կուզեի խոսել, այն որ այժմ արդեն շատ քիչ է, հա, կանխիկ գումարը շրջանառվում, դա կարծում եմ միայն լավը կտա, այո, դրականը կտա մեր շուկային, քանի որ դու ավելի հանգիստ ես լինում, ինչու՞ չէ, հաճախորդն էլ է հանգիստ լինում։ Եթե գիտի, որ գումարը փոխանցել է ընկերության հաշվին, այլ ոչ թե արձեռն տվել է, ես միայն դրական կողմով եմ նայում, հա, այս հարցին։ Իսկ հարկային դրույքաչափերի մասով ձեր մոտ փոփոխություն եղել են։ Մեզ մոտ շատ մեծ փոփոխություն չի եղել, որ ես ասեմ։ Շրջարկով եք աշխատում, թե ոչ, ինչ հարկատեսակով։ Մենք ոնց աշխատել ենք, այդպես էլ աշխատում ենք, որ ասեմ, ինչ որ հարցով ավելի վատացել է կամ չեմ կարող ասել այդ մասով, ամեն ինչ մնացել է այնպես ինչպես կա, առաջնահերթությունը տվել եմ, որ կանխիկ գումար չպետք է շրջանառվի, եւ սա ես նաեւ սիրում եմ հարցին նայել զբոսաշրջիկի, հա, աչքերով, տեսանկյունից, եւ կարծում եմ, որ դա միայն դրական է, հա։ Ոլորտում այլ ինչ խնդիրներ կան, որոնց վրա կցանկանաք ուշադրություն դարձնի մեր հասարակությունը, պետական մարմինները։ Շատ լուրջ խնդիր ունենք վիզաների հետ կապված։ Ցավոք վիզաների կենտրոնի աշխատանքը դարձել է մի առանձին բիզնես, հա, туриզմում։ Եվ այս մասին ցանկացած տուրիստական ընկերություն կարող է ասել, ցանկացած զբոսաշրջիկ կարող է ասել։ Տեսեք, ես նշեցի, որ օրինակ մենք ունենք շատ նոր ուղղություններ, հայ զբոսաշրջիկը իրեն արդեն կարող է թույլ տալ 50 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով մեկնել եվրոպական երկիր։ Բայց ցավոք վիզայի արժեքը եռապատիկ է, այո, քան ավիատոմսը, իսկ ավիատոմսերը ձեռք են բերում։ Ժամանակն էլ բավականին երկար, հա, այսպես 5-6 ամիս։ Բացի նրանից, որ երկար է, պատկերացնում եք դուք 4 ամիս հետոյի ավիատոմս եք ձեռք բերում եւ չեք կարողանում այդպես էլ մտնել վիզաների կենտրոն, օր չկա այնտեղ։ Իսկ ներսում առուծախ է գնում, ասում եմ, դա մի առանձին բիզնեսի ճյուղ է դարձել, ես չգիտեմ ինչպես անվանեմ դա։ Մարդիկ կորցնում են, այո, ստվերային։ Մարդիկ կորցնում են իրենց ավիատոմսերը, չեն կարողանում, հարցը այն չէ, որ մարդը մտնում է եւ մերժվում է, դա լրիվ ուրիշ բան է։ Բայց մարդ չկարողանա օր ամրագրել, իսկ օր ամրագրելը միայն 30-ից 50,000 դրամ արժե։ Պատկերացնում եք, ավելի բարձր, քան վիզայի արժեքն է։ Սա շատ լուրջ խնդիր է։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ մյուս տարի այս հարցը ինչ որ չափով կկարգավորվի։ Վիզաների ազատականացման, հա, միգուցե։ Վիզաների ազատականացումը կլինի, կարծում եմ 2-3 տարի հետո, բայց մինչև այդ մենք պետք է կարողանանք այս հարցին պետական մարմինները պետք է կարողանան այս հարցին, հա, լուծում տալ, որովհետև այսպես ուղղակի անհնար է։ Իսկ ինչպես եք տեսնում այդ լուծումը, ուղղակի պետությունը ասի վերջ, առևտուրը դադարեցրեք, ո՞նց եք տեսնում դա։ Գիտեք, պետք է ուղղակի հսկվի։ Ինչքան սլոտ է, հա, տեղեր է բացվում, եւ այդ տեղերը ովքեր են վերցնում։ Կամ միգուցե միջնորդի եւ փորձի այնպես անել, որ մեծացնի, հա, այդ տեղերի քանակը ավելացնել։ Իհարկե, որովհետեւ պահանջարկը կա։ Մարդիկ մի երկիր մեկնելու փոխարեն ուրիշ, որը ավելի հեշտ է, դեսպանատուն են մտնում, բայց դա էլ է հիմա շատ մեծ խնդիր, որովհետև հիմա կա սենց մի խնդիր, որ երկրի դեսպանատուն մտնում եք, առաջին մուտքը այդ երկիր պիտի լինի։ Եվ մարդկանց նույնիսկ սահմանից հետ են ուղարկում։ Այս հարցը շատ լուրջ հարց է եւ
շատ մեծ խնդիր է հայ զբոսաշրջիկի համար։ Մեզ մոտ ինչ քայլեր պետք է իրականացնենք ներգնա զբոսաշրջությունը խթանելու համար, որ ավելի շատ օտարերկրացիներ ունենան օրինակ նույն այս տոնական օրերին։ Գիտեք, նախ շատ ավելի շատ պետք է ներկայացնենք Հայաստանը արտասահմանում, շատ ցուցահանդեսների պետք է մասնակցենք եւ ել ավելի հետաքրքիր պրոդուկտ առաջարկենք։ Մենք պիտի մեզ ամենալավ կողմից ներկայացնենք արտասահմանում օտարերկրյա զբոսաշրջիկների համար, որպեսզի մարդիկ հետաքրքրված լինեն Հայաստան գալով։ Պատկերացրեք, խմբեր են լինում, որ մեր հարևան երկրներ մենք կոմբինացիա ենք անում, իրենք պահանջում են, որպեսզի ինչքան էլ մենք ուզենք, որ Հայաստանում ավել օրեր անցկացնեն, նրանք գալիս են հարևան երկրներ եւ նաեւ մի քանի օր հատկացնում են Հայաստանին, բայց չգիտես ինչու Հայաստանի օրերը շատ ավելի կարճ են, ավելի քիչ են, քան մեր հարևան երկրներում, բայց գալիս են Հայաստան եւ ասում են այստեղ մի ուրիշ սիրտ ու հոգի կա, մենք շատ ենք հավանել, ես շատ հարցումներ եմ արել տարբեր շուկաների, մեր գործընկերներին, որպեսզի իրենք էլ իրենց զբոսաշրջիկներից հարցնեն եւ պետք է մի այնպիսի պլան, մի այնպիսի բան որոշենք, որպեսզի Հայաստանում օրերը գերազանցեն։ Այսինքն կարողանանք այդ թեկուզ մասնաբաժինի որոշակի փոփոխություն անել։ Իհարկե։ Հետաքրքիր է, իսկ նույն այդ զբոսաշրջիկներին վրացական ընկերություններն են կարողանում բերել տարածաշրջան։ Շատ լավ հարց տվեցիք, այդ հարցին էլ էի ուզում անդրադառնալ։ Ցավոք շատ մեծ խմբեր կան, որ ես շատ իմ ուշադրությունը սևեռեցի հենց այդ կետին, ու պարզվում է, որ գիտեք շատ մեծ խմբեր կան, մեծ խումբի նկատի ունեմ օրինակ, կա ընկերությունը, որ տարեկան 1000 զբոսաշրջիկ է ուղարկում, ամեն անգամ 30-40 խմբից բաղկացած, եւ մեր տուրիստական ընկերությունները չեն զբաղվում իրենց ամրագրումներով, այլ մեր հարևան երկրի։ Եվ ստացվում է, որ հարևան երկրից հարցում են անում մեր Հայաստանի հյուրանոցներին եւ ստանում են նույն արժեքը, ինչը որ Հայաստանում գրանցված ներգնա туриզմով զբաղվող տուրիստական ընկերությունը, եւ մնացած բոլոր տուրերն էլ անհատ գիդերի հետ կապ հաստատելով կամ հենց իրենց գիդերը գալիս են այստեղ, սենց մի երկու խոսքով ներկայացնում Հայաստանը ու սա էլ է հենց այն պատճառներից մեկը, որ Հայաստանին շատ քիչ օր են հատկացնում այդ տուրերի մեջ։ Այս սրան նույնպես պետք է ուշադրություն դարձնել։ Օրինակ հակառակը, երբ որ դուք եք օրինակ տուրիստներ ուղարկում Վրաստան, վրացական հյուրանոցները այլ քաղաքականություն են վարում օրինակ ձեզ հետ։ Օրինակ հիմա բավականին ակտիվ է Թբիլիսին որպես տոնական ուղղություն հայաստանցիների համար։ Միանշանակ, եթե մենք հարցում անենք մի հյուրանոցի եւ այդ հարցումը ուղարկենք տեղական ընկերությանը, իրենք ավելի լավ արժեք են ստանում։ Սա ինձ թվում է իրենց քաղաքականությունն է։ Մենք նույնպես այդպես պետք է անենք, որպեսզի հայկական տուրիստական ընկերությունը հնարավորություն ունենա ընդունելու այդ խմբերին այստեղ։ Մաշու սա նաև այսպես ընդհանուր ոլորտային խնդիր է, որ պետք է կարողանաք քննարկել հյուրանոց, զբոսաշրջային ընկերություն, պետություն, այս եռանկյունին պետք է գործի։ Սա պիտի մի շղթա լինի, որ կարողանան արդարացնել։ Ինչպես եք տեսնում այս ոլորտի զարգացումը 5 տարի հետո օրինակ, Տիկին Ալավերդյան։ Ես շատ կրկին կնշեմ, որ լավատես եմ եւ ես գիտեմ, որ Հայաստանը լինելով շատ ապահով երկիր, աճելու է տարեց տարի, արդեն իսկ մյուս տարվա համար մենք տեսնում ենք այդ աճը եւ ես շատ մեծ հույս ունեմ, որ մենք քայլելու ենք դեպի առաջ եւ դրա համար թեկուզ կամած, բայց արվում են շատ աշխատանքներ եւ ինձ թվում է 5 տարի հետո հնգապատկվելու է այն հոսքը, որ գալու է Հայաստան։ Շնորհակալ եմ Տիկին Ալավերդյան հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հարգելի հետևորդներ, այսօր խոսեցինք տոնական туриզմի մասին, այն հետաքրքիր ուղղությունը տեսնում եք բավականին դինամիկ զարգանում է։ Հիմնական ուղղությունները ցավոք սրտի դեռ սահմանափակ են, բայց կարծում եմ հետագա այսպես մեր քայլերը վիզաների ազատականացման կամ հեշտացման պարագայում մենք կընդլայնենք։ Ինչպես նաև մեր համար առաջնահերթություն պետք է դառնա ներգնա туриզմ, այսինքն օտարերկրյա
քաղաքացիներին բերենք Հայաստան, մեր տոնական այսպես հյուրասիրությունը մթնոլորտ ապահովելու համար։ Մենք շատ անելիք ունենք այս ուղղությամբ, սա բավականին հետաքրքիր բիզնես է, հետաքրքիր ուղղություն է եւ այստեղ պետություն մասնավոր համագործակցությունը կարող է լուծել բազմաթիվ խնդիրներ։